Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել եմ ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանին։ Նոյան Տապանի հետևորդներին հիշեցնեմ, որ ուղիղ եթերները կարող եք հետևել Նոյան Տապանի պատրոնում, Facebook-յան եւ YouTube-յան էջերում։ Բարև ձեզ, պարոն Աղազարյան։ Այսօր հանդիպում ենք հետընտրանական Հայաստանում եւ հասկանանք ձեր տրամադրությունը ինչպիսին է, ինչ եք կանխատեսել, ինչ ստացվեց, արդյոք արդյունքները ձեզ գոհացնում են։ Պարոն Աղազարյան, ինչ պատկեր ունենք, արդյոք առանց ձեր առաջարկած ճակատի ընդդիմությունը ունեցավ գոհացուցիչ արդյունքներ եւ ընտրությունների արդյունքները կընդունվեն ընդդիմության կողմից թե ոչ։ Ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքներին, որպեսզի գնահատական կարողանանք տալ, պետք է սպասենք ընդդիմադիր երկու խոշոր ուժերի, երեք ուժերի, ոչ թե Բարգավաճ Հայաստանն էլ անցնում։ Անցել է 4 Դե չէ, հələ դե հստակ չի։ Հենց հիմա բանակցություններ ա գնում իր հետ, որ ինքը ոնց է իրան պահելու, եւ ըստ այդմ կորոշի, որ 4%-ը դառնա 4.01%, թե 3.997%։ Բանակցությունները 10 ձայնից կողմեկում։ Գագիկ Տարոկյանի։ Ով է բանակցությունները բարում։ Գագիկ Տարոկյանը։ Ով։ Խաչատուր Սուքեսյանը։ Ինչ մի հատ բան հայտագործություն եմ անում, հա, դե ինչ-որ։ Բանակցությունները վարում, որպեսզի միանա կոալիցիոն բանով մի նախարար, մարզպետներ, երևի թե լիքը բաներ, որպեսզի միանա, որ քաղաքացիական պայմանագիրը գոնե կարողանա սահմանադրական օրենքներ ընդունել, սահմանադրական օրենքներ, ոչ թե սահմանադրական փոփոխություններ անելու հնարավորություն ունենա, ոչ թե կարողանա սահմանադրությունը դնի հանրաքվեի, այլ գոնե սահմանադրական փոփոխություններ, հակառակ դեպքում դժվար է պատկերացնել, թե ոնց պետք է աշխատի։ Հետևաբար, մենք պետք է սպասենք, որպեսզի իմանանք վերջնական թվաբանությունը, որպեսզի իմանանք, մենք պետք է սպասենք ընդդիմադիր այդ ուժերի գնահատականին։ Օրինակ, արդյոք բոլոր տեղամասերից է, որ իրենք վերցրել են արձանագրությունները եւ այն արձանագրությունները, որոնք եղել են նախնապես, ասենք ըստ Ինչ նկատի ունեք, եկեք բացենք փակագծերը, նկատի ունեք, որ ինչ որ արձանագրություններ պահվելու են կամ Տեսեք, հիմա եթե որևէ տեղամասում ընդդիմադիր ուժերի ըստաված անձիկ եւ հանձնաժողովի անդամները ներողություն եմ խնդրում, ծախվեն, այսպես կոչված, տարբեր ձևերով ծախվեն, հանուն պետության, հանուն պետականության, հանուն խաղաղության, հանուն փողի, հանուն պաշտոնի, չգիտեմ, ծախվեն եւ համաձայնվեն արձանագրությունները փոխել։ Սա խոսքը գնում է մի քանի ձայնի մասին, բառից բերում է 10 ձայների մասին է գնում, փոխել եւ այդ դեպքում ազդել, ասենք թվաբանության վրա ընտրությունների։ Այդ է նշանակում եւ հետեւաբար հարց համար առաջին, արդյոք ընդդիմությունը վստահ է, որ այն արձանագրությունները, որ ինքը վերցրել է, հենց դրանք են, որ պետք է լինեին 1, ասենք իրաց մարդկանց, այդ մարդկանց 100%-ով վստահում թե ոչ, եւ երկրորդը, արդյոք բոլոր տեղամասերից է վերցրել արձանագրություններ, որ տեղամասերից որ չի վերցրել արձանագրություններ, չի կարողացել վերցնել տարբեր պատճառներով, լինում են այդպես իրավիճակներ, ապա անպայման այդ տեղամասերում պետք է վերահաշվար կարվի։ Անպայման այդ տեղամասերում պետք է վերահաշվար կարվի, դրանք ում բյուլետենը որի տակ են դրել։ Սա ինձ հիշեցնում է 96 թվականը։ 96 թվականին ես Դաշնակցության Գերագույն մարմնի նախագահն էի։ Եվ այն ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանին դեմ պայքարի, այսպես կոչված առաջամարտիկներից եւ նաեւ գաղափարական բաներից մեկն է, էլի։ Այն ժամանակ իմ առաջարկությունս ընդունվեց ոչ ընդդիմության կողմից, որ հիմա շատերը ասում են սենց, ընդունվեց նախ երկուսակցությունում ընդունվեց, Դաշնակցությունում ընդունվեց, հետո Դաշնակցությունը դեպս հանդես եկավ եւ գնաց ընտրությունների։ Ուրեմն 8 օր չէին հայտարարում արդյունքները։ 8 օր չէին հայտարարում արդյունքները այն ժամանակ, որովհետեւ պարտվում էին, որովհետեւ մենք 700 տեղամասից բոլոր տեղամասերից չկարողացանք վերցնել։ 700 թե 800 տեղամասերից վերցրել էինք արձանագրությունները եւ դա իրենց խանգարում էր թվաբանությունը իրականացնելու։ Այն մնացած տեղերից որ չէինք վերցրել, ընդդեմ սկսեցին թվեր փոխել եւ այլ, մինչեւ եկան ասան ինչ-որ վիճակի, Լևոն Տեր-Պետրոսյան դարավ չնախագահ, փախկարեցին, հելավ գնաց։ Հիմա 3 ինչ տեղի ունեցավ։ Ընդամենը 3% ձայների հաշվարկից հետո 10% ասում եք։ 3% ձայների հաշվարկից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ժամը 2-ին բան անելու, ասուլիս անելու,
ժամը 2-ին արդեն 10% հաշվարկի ժամանակ, արդեն 10% հաշվարկի ժամանակ եւ իր միջև ավստրիան ավարտեց, դա 12% դառավ հաշվարկը եւ երբ որ 3% էր 57% էր քաղաքացիական պայմանագրի ձայների տոկոսային հարաբերությունը եւ այդ ընթացքում կամաց նվազում էր։ Այսինքն երբ որ 3% էր, արդեն Նիկոլ Փաշինյանը որոշել էր, որ պետք է հանդես գա մամուլի ասուլիսով եւ չէր ընդունելու իր պարտությունը այդ մամուլի ասուլիսում բնականաբար, այլ ինքը պիտի ասել այն ինչ որ ասեց։ Հիմա ինքը որ ասեց այն ինչ որ ասեց, դա ինչ է նշանակում։ Նախ ոնց իմացա, ոնց հնարավոր չէ դա, եթե նույնիսկ վստահված անձիկեր ասեին, բան, այնքան խառն էր հաշվարկի իրավիճակը եւ տենդենսը նվազում։ Ով հետ է աշխատել այդ դեպքում։ Ընդդիմությունն է աշխատում Նիկոլ Փաշինյանի հետ, այսինքն ինչ է ձեր ասածը։ Այստեղ իմացած հետեւյալն է, Նիկոլ Փաշինյանը հրահանգ տվեց համապատասխան մարմիններին, որ ինքը իշխանությունը չի հանձնելու։ Այսինքն կենտրոնական ընտրական հանձնաժողովին հենց բացահայտ։ Հիմա այս երկուսը կապելով իրար հետ, այն հանգամանքի հետ հիմա տնակ ընդդիմադիր դաշտի գնահատականը, արդյոք իրենք գտնում են որ թվաբանությունը ճիշտ է, թվաբանությունը, այն որ ընտրությունները հավասար եւ արդար չէին, դա ակնհայտ է, դա թողնենք մի կողմ։ Բայց գոնե թվաբանությունը ճիշտ է եղել, թե ճիշտ չի եղել, գոնե թվաբանությունը։ Եվ այն ժամանակ կարող գնահատական տակ որ ասենք ոնց որ չի։ Հիմա ենթադրենք թե ունենք ինչ որ ունենք։ Ասենք ես պատկերն է 61, 28, 11 եւ 5 մանդատ։ Ասեցի որ հիմա բանակցություններ ա գնում Գագիկ Ծառուկյանի հետ, բնականաբար, բայց այստեղ ինչ ունեցանք։ Երբ որ ուժեղ Հայաստան մեր ձևով էր, չէ՞ սկզբից, մեր ձևով շարժումը ստեղծվեց եւ մտան ասես կոչված քաղաքական գործընթացների մեջ, ես շատ մեծ թերահավատություն ունեի իրաց նկատմամբ, հա լավ բիզնեսմեններ եւ այլ, բայց զգացում եմ որ քաղաքականությունից բավականին հեռու են։ Հետո մի անգամ առիթ եղավ լսեցի Նարեկ Կարապետյանի հարցազրույցը Փաշինյանի հետ։ Ինձ դուր եկավ իր պատասխանների խորությունը, մակարդակը եւ այլ։ Եվ հանուն ճշմարտության պետք է ասեմ, որ այնուհետեւ ես հիացած եմ այդ երիտասարդով, բարձր բնիմաստով, որ շատ մեծ քաղաքական աճ ու զարգացում ունեցավ։ Բայց բոլոր դեպքերում բավարար չէր այդ ամեն ինչը։ Բոլորը ուզում էին Դևին սպանողը իրենք լինեին, չէին ուզում կիսեին այդ մյուսների Հակոբ Ասլանյանի, Հովիկ Աղազարյանի եւ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների հետ։ Իրենք են Ռոբերտ Քոչարյանը Դևին սպանողը ինքը լիներ, Սամվել Կարապետյանը Դևին սպանողը ինքը լիներ, կինոյի տղեն, Արման Թաթոյանը եւ այլ։ Եվ մեր պարոն Ասլանյանը եւ իմ մեր գուսակցության, մասկուսակցության առաջարկությունը իմ կարծիքով չանդրադարձավ անհրաժեշտ ուշադրության։ Կամ նման մի բան։ Մենք ինչ ենք առաջարկում, 100 անգամ ասել եմ չկրկնեմ։ Հիմա եթե լիներ ձեր առաջարկը ընդունած լինեին, ճակատի առաջարկը, ինչ պատկեր կլիներ։ Եթե ընդունեին ճակատի առաջարկը, տեսեք ինչ լավ թվեր է, համենայն դեպս այս պայմաններում այդքան թվեր են հավաքել։ Եթե լինի ճակատի առաջարկը ընդունվեր, որ 4 ամսով է ընդունում կառավար իշխանություն, ձևավորում իշխանություն, ապա անտարբեր մասերից մի մասն էր գարանտության, կասել է թամ ձայնտապ թույց տնակ ինչ են անում։ Այսինքն Սամվել Կարապետյանը Ռոբերտ Քոչարյանը ճամփա չի հետում։ Էդմոն Մարուկյանը Ռոբերտ Քոչարյանի հետ, որը դիսներավություն խնդրում Ռոբերտ Քոչարյանից, որ անընդհատ բան են անում, իրան են թիրախավորում։ Ճամփա չի հետում, ուղղակի միասին գնում են մի հարց լուծելու։ Նիկոլ Փաշինյանին հերացնում են իշխանությունից, 4 ամսով ձևավորում են ժամանակավոր կառավարություն, ընդհանրապես պետության փրկությունը 4 ամսով հետաձգում են։ Այդ դեպքում ինչ տեղի կունենար, քանի որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից գրանցված բոլոր ուժերը կարային ճակատի մաս կազմեին եւ հետեւաբար նաեւ անկախ նրանից իրականացնեն խորհրդարան չէին ասնի մասը կազմեն այդ ժամանակավոր կառավարություն հավասարակշռված, որ հետո 4 ամիս հետո հաղթեին։ Իրենք կարող պատահի իրենց բաները հանեին։ Մի մասը կարող է հանեին նաեւ փոշիացումը կփոքրանար, մեկ, երկրորդը շաղախը կլիներ նպատակային, դա իր էֆեկտը կտար եւ պատկերը կարող փոխված լիներ։ Ցավոք սրտի մենք համենայնդեպս չհաջողվեց մեզ կամ մենք չկարողացանք պարոն Ասլանյանի հետ կամ դժվար է իրականում Փաշինյանի հաղթանակը որ մենք ձերբազատվեինք Փաշինյանի պրոյեկտը լինելու այդ բանը բերից եւ հետեւաբար մենք սկիզբ չմասնակցեցինք ընտրությունների որ բաները թե ավելի ազատ լինենք մեր խոսությունների մեջ ու ունեցած ինչ օրինակ է։ Ընդդիմությունը սխալ գործեց որ Փաշինյանը հաղթեց թե այդ առաջարկվող ընդդիմությունը չպետք է մասնակցեր։ Տեսեք Փաշինյանը պետք է հավաքեր 220% ձայն
220% ձայն, ինչի համար։ Առողջապահություն, համապատասխան ապահովագրություն, թոշակների առանց մտածելու բարձրացում, զորահանդես, Եվրոպա, ըստ բերել, բան, ոչ է գումարում ես։ Վերջին մի քանի ամիսների Պետք է էլի դառնալ 220% ձայն։ Բայց չեղավ 220% ձայն։ Իսկ 50% էլ չեղավ։ Այսինքն ոչ թե Փաշինյանը հաղթեց, այլ ընդդիմությունը պարտվեց։ Իհարկե, քաղաքացիական բաբերգի շատ հավեսին տակտիկական քայլեր օգտագործեցին, թիրախային, այս ամեն ինչը անում են, որպեսզի Ռոբերտ Քոչարյանին բերեն իշխանության։ Այս ամեն ինչը անում են, որպեսզի Ռոբերտ Քոչարյանին բերեն իշխանության։ Դե Սամվելը քիչ բան անում։ Հաղորդակցի չունեք որ մտածել որ մենք հետո կմիանանք խորհրդարանում։ Հետո կմիանանք խորհրդարանում։ Բայց թող հիմա չիմանան որ մենք բան ենք անում։ Նկատում եք իրանք իրար մեջ էլ ազնիվ չեն խաղացել։ Դիմար, ես շփումներ չունեմ, ես գնահատական ունեմ, հիմա էտա դուրս գալիս, դա էտա դուրս գալիս, դա բացատրվում էր, ես նույնիսկ մի անգամ մի հատ բաներ ասեցի, գնահատական էլ ասեցի, չնայած իմ նախնի գործընկերները նեղացան ինձանից, որ ասացի, որ դաշնակցությունը Նիկոլ Փաշինյանի ձեռքից բնած գնում է դեպի պետականության կործանում։ Այսինքն դա իմաստը ո՞րն էր։ Դա իմաստը այն էր, որ դաշնակցությունը միակ ուժն է, որ կարար ընդդիմությանը համախմբել, այդ մեր ասած կամ նման գաղափարի շուրջ համախմբել եւ ինքը հետ մնալով այսպես կոչված առաջ մղել ընդդիմադիր դաշտին եւ փորձեն բանաներին։ Հիմա Նիկոլ Փաշինյանը այդ արդյունքում դառնում է համենայն դեպս վարչապետ։ Վարչապետը դառնում է, դառնում է, թե ընդդիմությունն ասում է իշխանազավթում է տեղի ունեցել։ Սպասենք ընդդիմության թվերին, ժամանակ այդ գնահատականը կերևա։ Այն որ ընտրությունները արդար եւ հավասար չէին, դա չխոսնանք դրա մասին։ Հիմա սպասենք հունիսի 20-ին, 21-ին, 22-ին, երբ որ 18-ին, 19-ին պետք է լինի Օրդուբադում այդ հայտնի համաժողովը, Արևմտյան Հայաստանի հետ կապված, այդ հիմար գաղափարի հետ կապված, սպասենք, որ դրանց հետո Ալիևը նամակ է գրելու Նիկոլ Փաշինյանին եւ տեսնենք ինչ է պատասխանելու եւ դաշնակցությունը կամ ուժեղ Հայաստանը դրա դեմ ինչ անելու, եթե բռնի համաձայնությունը տա։ Պարոն Աղազարյան, դուրս գանք կարճատև գովազդային դադարի, որից հետո շարունակենք մեր զրույցը։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում, պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։
Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Արգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է։ Պարոն Աղազարյան, հաստորեն եթե ամփոփենք այն արդյունքները դեռևս որ կան տվյալ պահին, եթե լիներ ճակատի գաղափար, այսինքն ճակատի գաղափարը կար, եթե ընդունվեր ճակատի գաղափարը, արդյունքները լրիվ այլ կլինեին։ Նիկոլ Փաշինյանը կլիներ 3-րդ, 4-րդ տեղում, կամ ընդհանրապես ինչպես դուք Չէ, առաջինը կլիներ Նիկոլ Փաշինյանը։ Բայց ամեն դեպքում կունենայինք ուժեղ 40%-ի մոտ կլիներ 40%-ի ընդդիմություն։ Չէ, Նիկոլ Փաշինյանը կունենար 40%-ի մոտ ձայն, 60 ընդդիմությունը կունենար 50-ից ավել ձայն։ 50-ից ավելի։ Ինչը խանգարեց, որպեսզի միավորվեք։ Այ հիմա որ տեսնում եք հետընտրական, այսինքն այս մեկ գիշերվա ընթացքում թեկուզ տպավորությունները ձեր ինչ փոխվեց, ինչու ձեզ չլսեցին, ինչու ձեզ չընդունեցին, ձեզ չէին ընդունում, կար արդյոք եղել է շփում թեկուզ Էդմոն Մարուքյանի հետ, որտեղ նա էր համեմատաբար ձեր գաղափարակիցներից էր։ Էդմոն Մարուքյանից հա, իհարկե, տեսակետը մենք անցած իրեն ասում էինք, բայց ինքը մի փոքր ուրիշ տարբերակով էր առաջնորդվում, ինքը ուզում էր որ ընդդիմությունը ընդհանուր առմամբ համախմբվի եւ ինքը այդքան էլ կողմնակից չէր 4 ամսվա ժամանակավոր կառավարության ձևավորմանը։ Հետո օրինակի համար ինձ բացատրում էր պարոն Մարուքյանը, ասում էր հիմա դու ասում ես ես որ Ռոբերտ Քոչարյանը ճամփա չեմ եթա։ Ասում հա։ Հիմա ցուցակ կա, որը գլխավորում է Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը 7-րդ համարն է, դու 20-րդ համարն ես։ Պրոբլեմ կա։ Ասում դե կա էլի մի քիչ պրոբլեմ կա, բոլոր դեպքերում իմ բանը ընկերները, քաղաքացիները ասեն բախբե դու մի բաներ ասում, հիմա ինչ եղավ։ Այդ դրամար էինք ասում, որ ոչ թե մի ցուցակով միանան, այլ առանձին ցուցակները միանան ճակատի գաղափարով, որ այն հիմնական խնդիրը լուծեն, ասեն Նիկոլ Փաշինյանը իր արտադրությունը թույլ չտան, հետո նոր ընտրություններով ասենք ձևավորել խորհրդարան եւ կառավարություն։ Դա տարբերություն կար այդ Մարուքյանի տեսակետի եւ պարոն Ասլյանի ու իմ տեսակետի միջեւ տարբերություն կար։ Չստացվեց հիմա այդ բանը։ Տեսեք, ես նայվ ինչ էի ասում, որ ուժեղ Հայաստանին հանելու է, չէ՞։ Մենք ասում ենք ուժեղ Հայաստանին հանելու անցապայքարից։ Որում եղավ կենտրոնական ընտրականում։ Փորձը ստեղծան եղավ։ Նորից վարչապետի ցուցումով Արամ Սարգսյանը։ Եղավ, չէ, դա էլ մենք ենթադրում բանանում։ Ասիկ վարչապետը անընդհատ բանը, ոչ ասում են ձեռքը պուլսի վրա էր։ Ինքը անընդհատ շոշափում էր զգում էր ինչի եւ հենց քվեարկության գիշերն էլ արդյունքները արդեն ամփոփում են, ինքը զգում էր ինչ է ինչի եւ մոտավորապես 96 թվականի երևի սխեման կիրառեցին, որտեղ այստեղ արդեն ձանեք խոսքը գնացել է մի քանի ձայների մասին, կարող է 100, 200, 300 ձայների մասին է խոսքը գնացել վիճակ փոխելու համար։ Դե նորից եմ կրկնում, արդեն դիմադիրները երբ իրենց գնահատական տան թե ոնց են իրանք ամփոփել արդյունքները իրենց համար կերևա։ Հիմա դե այո, չընդունվեց այդ գաղափարը երևի թե երկու պատճառով։ Մի պատճառը այն էր, որ բոլոր ուզում են լինեին կինոյի տղան իրենք լինեին, օրինակ մեծ ձևով շարժման եւ ներս չէին վստահում, այո։ Օրինակ մեծ ձևով շարժման մեջ ինչ մի հատ լոզում կար, բանը Հայաստանը միայն Սամվել Կարապետյանի հետ, ասենք Սամվել միայն բառը պետք չէր, միայն բառը պետք չէ, դա մարդկանց մոտ բանը հակազդեցություն առաջացնում։ Հայաստանը Սամվել Կարապետյանի վարչապետությամբ, Հայաստանը Սամվել Կարապետյանի հետ խնդրեմ միայն, ասենք մյուսները բան են, եւի ճիշտ չի ախր, դա ճիշտ է, դա բան առաջացնում։ Դրան զուգահեռ աճեցին, ահագին աճեցին։ Երկրորդ նախագահը բոլոր տեղերում իր քարոզարշավի ժամանակ հիշեցնում էր, թե ինչ Հայաստան է եղել Ռոբերտ Քոչարյանի ժամանակ։ Ոյ, եւ տեսեք, որ ասում են, որ Ռոբերտ Քոչարյանը չեն հաղթարելի 8%-ը, բայց բանը ես պետք է ասեմ, որ բանը բոլոր դեպքերում համակիրները կան եւ Ռոբերտ Քոչարյանը իրեն շատ լավ ծրագրերը համակարգում հավանության են շատ լավ դրսևորեց նախագահ գալիս է արժանապատվությունը վերականգնելու պատերազմ չլինելու տնտեսությունը կա եւ հետեւաբար այդ երկու պատճառներ մեկը կինոյի տղա լինելու հանգամանքը մեկը նաեւ մեզ չեն վստահում մեզ դիտարկելով որպես Նիկոլի պրոյեկտ բայց դա այդ մոտեցումը ճիշտ չի եւ նույնիսկ եմ ասում այդ պատճառով էր նաեւ որ մենք որոշեցինք համ չստացվեց ինչ-որ ուժերի հետ միավորվել հաշվի չառան որ դուք 8 տարի Նիկոլ Փաշինյանի կողքին եք նրան ավելի լավ եք ճանաչում նրա
պլաններ ավելի շատ արագ եք որսում։ Այո, դա հաշվի չառան, դա հիմա իրանք շատ վստահ են իրաց վրա։ Մենք ապրենք կտեսնենք։ Եվ պարոն Աղազարյան, ազգային ժողովը ծրվելուց հետո դուք շարունակելու եք մնալ քաղաքականության մեջ, թե կա հիասթափությունը, որ այս ոլորտը ձերը չէ։ Չէ, հիասթափություն, նախ իջաշում այս ոլորտի մեջ չի, ես ասենք երիտասարդ եմ եղել պատգամավոր, այն ժամանակ քաղաքականության մեջ եմ եղել եւ շատ լուրջ գործընթացների մասնակցել եւ այս շատ լուրջ գործընթացների մեջ շատ լուրջ գաղափարներ կներեք իմն են եղել հետո ընդմիջում ընտանեկան բանը արդեն որ մի քիչ կայունացավ իրավիճակը քաղաքական բաներ չկար ես այդ հարցեր ունեի տնտեսական, սոցիալական, ֆինանսական եւ գնացի արտագն աշխատանքների հետո վերադարձա 57 տարեկանում 58 տարեկանում երիտասարդ ասենք ԿՊ-ականի նախին գործընկերների հետ դարձա պատգամավոր հիմա արդեն 66 տարեկան եմ հիմա ամեն ինչ ոչ մի բան հավերժ չի բայց դա չի նշանակում ես մեխանիկորեն էթալու եմ քաղաքական թոշակի ինչպես կստացվի գերեվա Եվ խոսենք նաև նրա մասին, որ Նիկոլ Փաշինյանը նորից է հիշեցնում, որ բանտ է ուղարկելու Ռոբերտ Քոչարյանին, Սամվել Կարապետյանին, հիմա ասում եք բանակցությունները Գագիկ Ծառուկյանի հետ։ Այդ հարցն էլ է լուծվում բանտ գնալու եւ չգնալու։ Բնականաբար եւ բանտ ոչ մեկը չի գնա, որովհետեւ հա այդ ձևի կպահեն, ասենք կալանավորված որոշակի ժամանակ միջև քննություն եւ այլ դա էթիկան է, եթե բանտը դա նկատի ունեք, հա խնդրեմ, դա կարող անեն, բայց որպես դատավճիռ որ բան արվի, ասենք դատապարտվեն Նիկոլ Փաշինյանը չեն կարող։ Ասում է պետք է նրանց այդ ճանապարհից հեռացնել, որպեսզի մյուս ընտրություններին արդեն իրենք չլինեն, ջախջախված են այդ ուժերը, պետք չէ որ լինեն։ Դե ըստ էության արդեն չեն լինի, արդեն չեն լինի, թե հասավ 31-ին, արդեն չեն լինի, հետևաբար ինքը այդ ձևով կհամարի այդ խնդիրը լուծել։ Չեն լինի, այսինքն ինչու չեն լինի։ Դուք կներեք, Ռոբերտ Քոչարյանը արդեն կլինի մոտավորապես տարիքի հետ 80 տարեկանի մոտ կլինի, հետո այդ դեպքում ասենք ընդ այդ խարիզմայով երկրորդը չկա։ Այդ խարիզմայով երկրորդը չկա։ Եվ ինչպես խորհրդարան եք պատկերացնում։ Եթե այս ուժերը այս դասավորվածությամբ մտնում են խորհրդարան, Եթե նույնիսկ Գագիկ Ծառուկյանը միանա կոալիցիոն տարբերակով միանա քաղաքացիական պայմանագրին, ապա միևնույնն է բավական դժվար է խորհրդարան աշխատանքները, որովհետև ճիշտ է, եթե Գագիկ Ծառուկյանը միանում, ապա սահմանադրական օրենքներ կարողանում են ընդունել եւ շատ նշանակումներ կարողանում են անել, որը շատ կարեւոր է։ Բայց սահմանադրական փոփոխություններ Սահմանադրության հանրաքվեի դնելու հարցը ընդ որում սահմանադրությունը պետք է լիներ, չէ՞, միջև ընտրությունները տեքստը պետք է լիներ պատրաստ դա էլ։ Չէ, տեքստը պատրաստ է, պատրաստ չի, բայց դա ուրիշ հարց է, բայց պետք է բոլոր դեպքերում խորհրդարանը 2/3 որոշում կայացնի, որ դնի հանրաքվեի, եւ այդ դժվար կլինի, եւ հետեւաբար, եթե Գագիկ Ծառուկյանը չմիանա, ընդհանրապես շատ դժվար կլինի, ասենք բանը Օրենսդիր մարմնի աշխատանք է։ Հիմա այստեղ Նիկոլ Փաշինյանը ինչ անի։ Գնաց դիճումների Գագիկ Ծառուկյանին հանուն կոալիցիայի հետ կանգնի իր խոսքերից, էլի չհայտնվի առյուծի վանդակում, էլի չհայտնվի ճաղերի հետևում, թե ինչ այդ իրաց որոշելիքն է։ Եվ որքանով են լուրջ նման հայտարարությունները, ձեր այսքան տարիների քաղաքական Չէ, դրանք բաներ են, դրանք այն որ սպորտսմենները կներեք ռուսերեն ասեմ, բայի без правил Պիտի բանանը գասին ես քեզ կուտեմ, ես քեզ խեղդեմ, ես կանեմ անը, այդ դրանք էմոցիոնալ բաներ են, որոնց շատ դեպքերում պետք է ուշադրություն արժանացնել։ Պետք է ասեմ, որ շնորհիվ Նիկոլ Փաշինյանի այդ տարիքով հանդես եւ Գագիկ Ծառուկյանը եւ Ռոբերտ Քոչարյանը բավականին ներողություն խնդրում արժեցին քաղաքականապես իրաց խոսությունը, իրաց արձագանքները, իրաց բաները հագին երբեմն հաճելի էր ասենք լսել այդ ոսրացած այդ մակարդակները դե Նիկոլ Փաշինյանի ոճը մենք գիտենք այդ իր ոճն է յուրօրինակ ոճ է եւ միայն իրան է պատկանում բայց կարանալ հակադարձել եւ երբեմն նաեւ օրակարգ թելադրել դա շատ դժվար է Նիկոլ Փաշինյանի դեմ բայց հաջողվում էր ընդդիմությանը եւ Քարոզարշավի երկրորդ հատվածը տոտալ ընդդիմության հաղթանակով էր գնում։ Նորից եմ ասում։ Նիկոլ Փաշինյանը պետք է հավաքեր 220% ձայն։ Շքերտ։
Եվրոպա, թոշակ, առողջապահություն, էլի շուտ, խաղաղություն, իբրև թե հալա խաղաղություն, ասա կտ կերևը, այդքան չտույք պիտի հավաքեր 20% ձայն, բայց 50% չհավաքեց։ Պարոն Աղազարյան, ասում եք սպասենք Ալիևի նամակին, իսկ ինչ սպասել Ռուսաստանի Դաշնությունից։ Ռուսաստանի Դաշնությունը, բանը, եթե, չգիտեմ, եթե Նիկոլ Փաշինյանը փոխի ուղղությունը, ճշգրտումներ մտցնի, ապա կարելի է մտածել, որ կարելի է նորմալացնել։ Եթե չէ, Ռուսաստանը հետ չի նահանջի, որովհետև, ասենք, պետք չի բանանել, էլի խաբել, բանանել, պետք չի խաբել, որ ասում ես, երբ որ մենք մոտենանք, որ պահը գալիս է Վլադիմիր Վլադիմիրիչ, մենք այդ ժամանակ ասենք, որ ուզում ենք դուրս գանք, էլի հիմա չենք հարցրել։ Համբերություն ունեցեք, ոչ չենք կարա, դե հարցեր կա, բաներ կա, Իրան, եւ այլ, ո՞նց միაღավ տանենք Եվրոպա։ Դա շատ բան է, դա շատ հակաքաղաքագիտական է, հակադիվանագիտական եւ նույնիսկ տգեղ է։ Եվ հետեւաբար մենք հիմա ունենք այդ պատասխանը։ Ճիշտ է, Եվրոպան օգնում է, որովհետեւ Եվրոպան ունի գերխնդիր Ռուսաստանին դուրս մղել այս տարածաշրջանից։ Ինքը Եվրոպան քնում եւ զարթնում է այդ ծրագրով։ Ռուսաստանին դուրս մղել այդ տարածաշրջանից։ Դրա արդյունքում Հայաստանից ինչ կմնա, կամ կմնա ինչ-որ բան թե չէ, իրանց բացարձակապես չի հետաքրքրում, բացարձակապես։ Իսկ ինչ կասեք, որ հետ Հիմա նույն Տրամփի ուղին, որ վերցնենք Տրամփի ուղին, որը վարչապետը խոստացավ արդեն միլիարդներ բերելու։ Ընդ մի հատ կետ կա, այդ կետը շատ վտանգավոր կետ է։ Շատ վտանգավոր կետ է։ Իհարկե մանևրելու տեխնոլոգիան, բայց շատ վտանգավոր կետ է։ Երբ որ ասում կողմերը կարող են իրենց մասնաբաժինից տան երրորդ կողմին, իհարկե դիմացի կողմի բանով, համաձայնությամբ։ Դա ընդդեմ Ռուսաստանի կետ է, դա ընդդեմ Իրանի կետ է։ Այդ կետը եթե այդպես չլիներ, ասենք արգելվեր, եթե Ամերիկան հրաժարվում է իր մասնաբաժնի մի մասից, պիտի տա Հայաստանին եւ հակառակը։ Այդ դեպքում մենք կարայինք հանգիստ եւ Ռուսաստանի իշխանություններից խոսենք, ասենք ինչ եք ուզում, երկկողմանի պայմանագիր կնք, մեր համար փոխշավետ բան կնք, ով ինչ իրավունք ունի։ Եվ մեր պայմանագիրը ձեր դեմ չի, բայց հիմա չես կարող ասես մեր պայմանագիրը ձեր դեմ չի, որովհետև հակառակ կողմը Իրանի կողմը կամ Ռուսաստանը կասի, լսեք, հարգելիներս, մեր սիրելի հարևաններ, եղբայրական ժողովուրդներ, այդ ձեզ թվում է թե մեր դեմ չի, բայց խորքում վտանգ է։ Հիմա պարոն Փաշինյան, դուք եք վարչապետ, ուժեղ տղա եք, բան, մի 20 տարի հետո, 30 տարի հետո հովիկը կլինի Աղազարյան, գող, ավազակ, կաշառակեր, վարչապետ, վախկոտ։ Իրան փող կտան, կասի ինքը գամազդամին եւ այդ մասնաբաժինը կտան ում Թուրքիային։ Մենք խեղդվենք ավպես դե։ Այդ կետը եթե չլներ, եւ Իրանի Իսլամական Հանրապետություն, իհարկե իդեալական կլիներ, իդեալական Ռուսաստանն էլ, Ադրբեջանն էլ, Թուրքիան էլ, Իրանի Իսլամական Հանրապետությունը հնարավորություն դեպքում Չինաստանն էլ մասնակցեին այդ ծրագրին Ամերիկայի հետ, իդեալական կլիներ, դա կլիներ այ կայելու, այ խաղաղություն, որ ասում են, դա է խաղաղություն, ոչ թե։ Այդ կլիներ խաղաղություն։ Դժվար է դա, ուրեմն սա պետք է լիներ։ Լավ կլինի փորձեն իշխանությունները այդ կետի վրա ճշգրտում մտցնեն։ Չգիտեմ խորհրդարանում պիտի հաստատվի թե չէ։ Միգուցե խորհրդարանում հաստատելու ժամանակ կարելի է այդ բանը բարձրացնել, որ դա պետքա ֆիքսված լինի։ Ոչ, կողմին իրավունք չունի երրորդ կողմին տալու։ Վարչապետը հետընտրական զարգացումներ չի ակնկալում, իսկ Արարատ Միրզոյանը հայտարարում է, որ նույնիսկ հեղաշրջման մասին մտածողները գլուխները պատին են տվել եւ նման փորձերի հեղինակները տարիներով կհայտնվեն բանտում։ Սա պետականության պաշտպանության մեսիջ է, թե պարզապես կոշտ նախազգուշացում նրանց, ովքեր կփորձեն դուրս գալ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Չէ, հեղաշրջումը ո՞րն է։ Կարա՞ք որոնք բացատրեք ինձ հեղաշրջումը ո՞րն է։ Արարատ Միրզոյանը ինչ նկատի ունի, որ կարող են պատասխանել հարցին։ Գուցե ընդդիմադիր ուժերի ձեռք չի տա այս արդյունքները, գուցե սկսվեն փողոցային շարժումներ։ Դե փողոցային շարժում։ Հա, դա հեղափոխություն է, դա հեղաշրջում չի։ Դա բանը հեղափոխության փորձ ավելի ճիշտ, մի րոպե։ Դա հեղափոխության փորձ է, որը այսօր անհնար է։ Այսօր հնարավոր չի, վաղներ հնարավոր չի լինի։ Դա կարող է հնարավոր լինի միայն այն ժամանակ, երբ որ օրինակի համար Ալիևը նամակ գրի Նիկոլ Փաշինյան 300,000 փախստականների հետ կապված։ Դա կարող է հնարավոր լինի այն ժամանակ, երբ որ սահմանադրության հարցը հանրակրվեի հարցը բարձրանա արդեն դառնա օրակարգային։ Այսօր հնարավոր չի, որովհետև 1000 անգամ, երբ որ ես ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչ առիթ ունեցա զրուցեցի մի քանի անգամ, ասին պարոն Աղազարյան, հակառակ կեսվածքը կբերի հեղափոխական վիճակի, ասում եմ սիրելիներս, այն 100 հոգին, որ ձեզ ձայն են տալու, փակ,
գաղտնի քվերկությամբ։ Երբ որ դուք կոչ անեք Հելեն փողոց, այդ 100 հոգից 2 հոգի չի լինի։ Հետևաբար այդ իրավիճակը չկա հեղափոխական։ Հեղաշրջումները նա որ բան է, հեղաշրջումները որ իշխանության ներսից ալինում, հետևաբար դա չեմ կարծում որ կարող լինի։ Սպասենք այդ քրիտիկական դեպքերի հետ կապված արձագանքներին։ Որովհետև գիտեք ինչ կա, ասենք եթե 20,000 հոգի, 30,000 հոգի փողոց գա խորհրդարանի վրա ասի դավա եղեք ստուց, ես որ իմ մոտ հավեն մորտում, ես չեմ ուտում այդ հավի միսը։ Ես ինքս եթե իշխանության մեջ լինեմ, պատրաստ եմ կրակելու այդ 30,000 հոգի վրա 3 միլիոնի շահերը պաշտպանելու համար։ Ոստ կարելի է։ Հա, եթե 200,000 հոգի փողոց, դա արդեն կներեք ուրիշ բան է։ Հետևենք զարգացումներին, այսօր կարծես թե մենք առաջի հաղորդումն արեցինք, դեռ արդյունքները կիսատ պրատեն թերի են, տեսնենք ինչպես են զարգանում իրադարձությունները, հարկ լինելու դեպքում կհանդիպենք։ Մի նախադասություն կարելի եմ ասեմ։ Իհարկե։ Բոլոր դեպքերում պետք չի ասենք բանը սև ու սուքանել, ամեն ինչ մեջ սև սպիտակով նայել, որովհետև քիչ էր մնում որ ընդդիմությունը փաստորեն ընտրությունների ճանապարհով առաջին անգամ Հայաստանում իշխանափոխություն անել։ Հիմա մտածենք որ հաջորդ անգամ մի քիչ ավելի լավ աշխատեն։ Ճակատի գաղափարը հիշենք, Հովիկ Աղազարյանի սա համարեք մի փորձ եւ այլ ու ցանկանանք որ ամեն ինչ լավ լինի մեր հայրենիքի համար, որը մենք ստեղծել ենք պատմական Հայաստանի մի փոքր հատվածի վրա, եւ այդ հատվածը եղել է Ռուսաստանի իմպերիայի տիրապետության տակ։ Այդ հատվածում ենք մենք պետականություն ստեղծել, սա էլ չմոռանանք։ Շնորհակալություն պարոն Աղազարյան։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։